Ճանապարհների փոսերն ու նորոգման պատճառով խցանումները կվերջանան 10 օրից։ Տրանսպորտի ու կապի նախարարն առաջինն այս լուրն է հայտնում։ Եղանակը շատ է խանգարում, աշխատանքները դանդաղում են, բայց ժամանակի մեջ կտեղավորվեն։ Անհարմարությունները դեռ կշարունակվեն հյուսիս-հարավ ճանապարհին։ Բուրաստան, Դիմիտրով ու Արաքսավան համայնքների մոտ գտնվող կամուրջների երթևեկությունն արդեն վերականգնվել է։ Մյուսներինը մայիսի 25-ին։ Ընթացիկ աշխատանքները տեղ կա կատարվում են ժամանակացույցին համապատասխան, տեղ կա թերացումներ նորից կա։ Դա գտնվում է եւ ՑԻԳ-ի եւ նախարարության խիստ հսկողության ներքո։ Նախարար Վահան Մարտիրոսյանն ամփոփում է անցած 6 ամիսները։ Այս ընթացքում չսպասարկվող մոտ 220 համայնքային ճանապարհներից 90-ն արդեն գործող երթուղային ցանցում են։ Մեկ միասնական տրանսպորտային ցանց ունենալու աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Միասնական էլեկտրոնային տոմսերով ուղևորներն այս տարի դեռ չեն երթևեկի, բայց երկար էլ չեն սպասի։ Սովորական քարտ, որը որ իր վրա լիցքավորված է ինչ որ չափի ուղևորափոխադրման ժամանակ կամ տարածություն, որով դուք կարող եք նստել ցանկացած ուղղությամբ գնացող կամ երթուղային տաքսի կամ ավտոբուս, դրանով վճարում կատարեք։ Էլեկտրոնային կդառնա նաև տեղզնման համակարգը, կտրոններ չեն լինի, իսկ տեղզննումը կդառնա պարտադիր, այլապես ավտոմեքենան տեղզնման համակարգում չի հայտնվի։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը պարտադիր կլինի նաև միջպետական փոխադրումների համար, ուղևորներ տեղափոխող ընկերություններն էլ կպարտավորվեն ունենալ 2 վարորդ։ Նրանք էլ իրավունք ունենան մեքենան վարել միայն 8 ժամ։ Օրենսդրական փոփոխությունը կատարվեց Բեսլանից եկող երթուղային տաքսու վթարից հետո։ Տրանսպորտային մյուս ամենապրոբլեմատիկ հատվածի Լարսի այլընտրանքային ճանապարհների մասին Վահան Մարտիրոսյանը դեռ նորություններ չունի, բայց այս պահին ամենալավ այլընտրանքը լաստանավային փոխադրումն է, զեղչված գները այն դարձրել են ավելի պահանջված։ Բացի դրանից, վրացական կողմը արդեն այս տարի սկսում է շինարարություն Լարսի հատվածում թունելի կառուցման եւ մինչեւ մյուս տարվա վերջ կունենա այդ թունելը եւ բավականին կթեթևանա այն ծանր օրերը, որը որ ձյունով լցվում է եւ ճանապարհը փակվում է, այդ օրերին արդեն կունենանք բաց ճանապարհ։ Տարեկան 90 միլիարդ դրամ տրանսպորտային ու ճանապարհային խնդիրներ լուծելու համար հենց այսքան է նախարար Մարտիրոսյանը ցանկանում ունենալ։ Այս պահին դեռ նախարարության բյուջեն շատ հեռու է այդ թվերից։ 7.5 միլիարդ դրամ ունեն, այս տարվա բյուջեով էլ հատկացվել է եւս 5-ը։ Մանուիլիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։